Հանուն հոր եւ որդվո եւ օգվույն սրբո ամեն։ Ողջույն ձեզ սիրելի առազատներ, բարի լույս ձեր բոլորին։ Հույսով ամեն կտալ Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքով ողջ եւ առողջ եք։ Այսօր Հայաստանի ցարակելական մեր Սուրբ Եկեղեցին գբանձացնե դոնը ընդհանրական եկեղեցվո ամենասիրելի սուրբերեն մեգուն Սուրբ Նիկողայոս Զմիրնիացի հայրաբեդին։ Թե արևելքի եւ թե արևմուտքի մեջ Սուրբ Նիկողայոսը սիրելիներ հրճագավոր սուրբ է։ Անիգա արևելապար ծանոթ է իբրև Սանտա Կլոզ, այսինքն ծմեր բաբի, ինքը ծմեր բաբիի դիբարն էր։ Ապրած է երրորդ դարուն եւ սիրելիներ սրբությամբ իր կյանքը նվիրապերած է ժողովրդին եւ արդեն իր անունը Նիկոլաուս հունարենով նիկի կնշանակե հաղթող, լաուս կնշանակե ժողովուրդ, ժողովրդի հաղթող կամ չեմպիոն ախոյան այս սուրբը սիրելիներ Աստուծո կողմէ հզոր զորություն ուներ եւ ունի բազում հրաշքներ կատարելու։ Այսօր ցեզի պիտի ընթերցեմ իր վարքակրութենեն բազմաթիվ հրաշքներ, զորս կործած էր նախքան երբ որ ողջ էր, հետևաբար նախքան իր մահը եւ նաեւ իր մահենի հետ, թե ինչ հրաշքներ կործված են Սուրբ Նիկողայոսի կողմէ։ Մեր եկեղեցին Սուրբ Նիկողայոսի դոնը դարին 2 անգամ կդոնե։ Մեկը խաչվերացեն 10 գիրագիներ յետք հանդիպող շաբաթ օրը եւ մյուսը այսօր հիսնագի երկրորդ գիրագին յետք շաբաթ օրը։ Սիրելիներ, ցեզի ընթերցեմ այս սուրբին կյանքը, որ իսկապես լեցուն է հրաշագործություններով, անորամար կգոչվի սկանչելակորց։ Եվ իր բարեխոսությունը խնդրենք մեր անձերուն համար, մեր ընտանիքներուն համար, ջամփորդներուն համար, որովհետև ինք թե ծովային եւ թե ցամաքային մեծ պաշտպան սուրբ կնկատվի ջամփորդներուն ուղեկիցներուն, որբեսի ամեն մարդ ամփորձանք իր դուները հասնի։ Գընթերցեմ սիրելներ անոր կյանքը։ Այս հրճագավոր եւ երանելի Նիկողայոս քահանայապետը ծննդյամբ ասիացի էր, Լիգիայի Եգրամասի Մյուրիա քաղաքից, որ գտնվում է ոչ հեռու Զմիրնիայից։ Հոր անունը Եբիփան էր, իսկ մոր անունը Նունե, որոնք գրեթե առաջացած դարիքում ուխտով ստացան իրենց միամոր զավակին Նիկողայոսին, որը սուրբ էր թերևս իր մոր որովայնից եւ ընտրված Աստուծո կողմից նախքան մոր հղությունը։ Եվ ծնողներին աստվածային հայտնություն եղավ, քանզի երբ նա ծնվեց եւ 7-օրյա մանուկ եղավ, նրան խնամողներ տեսան, որ ննչարանում գրեթե 2 ժամ նա կանգնեց իր ոտքերի վրա։ Այս դեպքից հետո նրա բարեպաշտ մայրը վերապերում էր նրան որպես նոր Սամվելի եւ մեծացնում նրան Աստուծո համար, ինչպես Աննան 5 դագարանի մեջ իր Սամվել զավակը մեծուց, այդպես ալ Նունեն հավատացյալ այս մայրը իր զավակը Աստուծո համար մեծուց։ Մայրական գաթով սնվելու ընթացքում ավելացավ մեկ այլ սկանչելիք։ Չորեքշաբթի եւ ուրբաթ օրերին մանուկը միայն մեկ անգամ 9-րդ ժամին էր գերագրվում մոր ըստինքներից։ Ամբողջ կյանքի ընթացքին ինք բայցողություն արավ չորեքշաբթի եւ ուրբաթ օրերը։ Նիկողայոսի քերին Նունեի եղբայր, որ քահանա էր կամ գրոնավոր էր եւ անունը դարձյալ Նիկողայոս էր, հետեւաբար Նիկողայոսի քերին Նունեի եղբայր Դեր Նիկողայոսը, որը Միրիայի եպիսկոպոսն էր, Աստուծո առաջ միընտրյալ եւ սուրբ այր էր։ Երբ նա լսեց իր անվանագից քրոջ որդու սկանչելի ծննդյան եւ զարմանալի աճի մասին, մեծ ուրախությամբ կոացավ Աստուծոց եւ բոլորին պատմեց, որ Տերը դեսիլքով ցույց է տվել իրեն
մանգան ի Քրիստոս առաջադեմ լինելու մասին։ Դեստում եմ ասած, երկրի վրա ցակած նոր արեկագին։ Երանի այն հոդին, որ պիտի այսպիսի հովիվ ունենա։ Երանի մենք արսիրներ Սուրբ Նիկողայոսի նման սուրբ հովիվներ ունենանք։ Ամեն քաղուտ, թե հայրենիքի մեջ, թե նաև ըսպիրքի մեջ, ամեն քաղուտ, եւ մեր ժողովրդի եւ բոլոր ազգերու քրիստոնյաներու յուրաքանչյուր քաղուտ սուրբ հովիվ ունենա։ Երբ մանուկը 5 տարեկան դարձավ, դարերն ու նշանակները սովորելու համար ծնողները նրան հանձնեցին մի պատվական թբիրի, քանզի նրա մեծանալուն զուգընթաց ավելանում էին նաև առաքինության շնորհները։ Մի օր դպրոց գնալու ճանապարհին նրան պատահեց Նոնիս անունով մի կին, որը քաղաքամերձ գյուղից էր։ Քոսացած ոտքերով եւ խիստ տարաբաց գինը աղաչեց մանգանը, որ բժշկվի իր ցավերից։ Եվ նա աղոթելով ու գնքելով գնոջը խաչի նշանը վրան ազատեց նրան հիվանդությունից։ Դեսնելով, որ գարջ ժամանակամիջոցում Նիկողայոսը բավականաչափ լի էր Սուրբ Հոգու իմաստությամբ, ծնողները խորհրդակցեցին նրա Սուրբ Գերու հետ իրենց Աստվածադուր որդուն որպես Սուրբ Պտուղ եկեղեցու ծառայության ընծայելու համար։ Եվ նա քերին որպես հրեշտակ մարմնի մեջ սպասավորելով եկեղեցում ամենայն սրբությամբ եւ անարատ կենցաղավորությամբ ծերնադրվեց 19 տարեկան հասակում, ուրեմն ներողություն ինքը Սուրբ Գրիգորը 19 տարեկան հասակի մեջ ծերնադրվեցավ եւ գոչվեց քահանայության ծառայելու Սուրբ Սիոն եկեղեցում իր քերուշինած Աստուծո գեղեցկազարդ դաջարում։ Շատ շանցած Նիկողայոս եպիսկոպոսն ուխտակնացություն արեց դեպի Երուսաղեմ եւ եկեղեցու հոգսերը հանձնեց իր երկու եղբայրներին Արտեմիսին ու Երմիոնին, որոնք իրենց քրոջ որդու Նիկողայոս կահանայի հետ վանքի երեցներն էին։ Ուրեմն Սուրբ Նիկողայոսի բոլոր քերիներն գրոնավոր էին։ Հետևաբար երբ որ իր քերի եպիսկոպոսը Նիկողայոսը Երուսաղեմ ճամփորդեց, թեմը հանձնեց իր երկու եղբայրներուն եւ նաեւ իր քրոջ որդին։ Ժամանակ անց Նիկողայոս կահանայի ծնողների վախճանվելուց հետո նա մեծ ունեցվածքի ժառանգորդ դարձավ, որն ամբողջությամբ լերելյան փաշխեց աղքատներին։ Սուրբ Նիկողայոսի ծնողները հարուստ էին, եւ երբ որ մահացան անոնք, Հիսուսի սուրբ խոսքին համաձայն, որ ինչ որ ունիս կնա աղքատներուն բաժնե եւ եդվես եգուր, Սուրբ Նիկողայոսը ճիշտ այդպես լրելյան իր ծնողական ամբողջ հարստությունը աղքատ մարդոց բաժնեց։ Եվ նաև հոգիների փրկության համար ողորմության մի այսպիսի գործ արեց։ Նա լսեց, որ քաղաքում գար մի մեծ հարուստ մարդ, որը գործրել էր իր ունեցվածքը։ Այդ պատճառով նա չկարողացավ ամուսնացնել իր 3 դուստրերին, ինչպես կաներ առաջ, որի համար որոշեց գույս աղջիկներին հասարակած դուն հանձնել։ Դժբախտաբար այս մարդը, եւ որ չգրցավ ամուսնացնել իր զավակները, պետք է օժիտ պատրաստեր, հին ժամանակ այդպես էր։ Օժիտ պետք է դար Փեսային, որբեսի կարողանար իր աղջիկները ամուսնացնել, բայց եւ որ չկարողացավ, դժբախտաբար իր 3 աղջիկները հասարակած դուն պիտի դար։ Այնժամ Սուրբ Նիկողայոսը շտաբեց վերցնել այնքան ոսկիներ, որ բավական լիներ անտրանիկ դստեր ամուսնության եւ հարսանիքի համար, ու քիշերվա մեջ ծածուկ դարավ եւ դամ բադուհանով նետեց ոսկիով լի ծրարը։ Երբ այլ մարդն իր դան հադագին տեսավ ծրարը, զարմացավ, թե որտեղից է, եւ ապա այն բարգև համարելով ամուսնացրեց իր ավակ դստերը։ Երբ Նիկողայոսը տեսավ, որ ողորմության բարի գործ կատարվեց, դարձյալ քիշերվա մեջ այլ ծրար նետեց, վերցնելով այն հայրն ամուսնացրեց նաեւ երկրորդ դստերը։ Եվ երբ Սուրբը նույն դեղով երրորդ դստեր մասը նետեց, հայրն իմացավ ու շտապ հասավ Նիկողայոսի ետևից։ Քոհանալով ընկավ Սուրբի ոտքերը, նրան գոչեց հոգիների եւ մարմինների փրկիչ, իսկ Սուրբը պատվիրեց մինչև այդ մասին ոչ ոքի չասել։ Ահա սիրելներ, բարի Սուրբ Նիկողայոսը իր իշադակով է, որ Գաղանդ Բաբայի քաղաքարը ծնած է եւ արդեն Սենտ Նիկոլաուսը իր անունն է, Սանտ Նիկոլաուսը ժամանակի ընթացքին մարդոց բերնի մեջ դարձավ Սանտ այս անգամ Սանտ Նիկոլոս կամ Սանտա Կլոս, այսինքն ծմեր բաբի։ Գրջատված ծերն է
Սանտա Կլոզը ուրեմն Սուրբ Նիկողայոսին, որովհետև Սուրբ Ծմեր բաբինալ, գամ բաբանալ ինչ կբերե, նվերներ կբերե, ճիշտ ադորամար իր հիշադակով է որ հաստատվեցավ։ Եվ շատ երկիրներու մեջ գիտեք որ Սուրբ Գաղամ բաբան Սուրբ Նիկողայոսի հագուստը կհագվի։ Եպիսկոպոսական այսպես վերարգու կհագվի գարմիր կամ մանիշակագույն։ Սուրբ Նիկողայոսը 3.5 գանքուն լայնություն եւ 40 գանքուն երկարություն ունեցող մի նոջենի գդրեց, ծառ գդրեց, նոջի ծառ, որում բնակվող թևերը զարհուրեցնում էին քյուրի բնակիչներին ու ստիպում բաշտել իրենց։ Անցյալի մանավանդ սիրելներ, երբ որ մարդիկ ծառեր եւ այլն կբաշտեին, որովհետեւ թևեր անոնց մեջ գաբրեին, կբնակեին եւ թևերը մարդոց հետ գխոսեին ծառի մեջ են։ Հետևաբար մարդիկ վախենալով կբաշտեին այդ ծառերը։ Ուրեմն այդ հսկա ծառը Սուրբ Նիկողայոսը գդրեց։ Նա սղոցել դվեց ծառը, իսկ փայդը դանել դվեց Սուրբ Սիոն եկեղեցի բարեշինության համար։ Աղոթներով սրբեց նաև աղբյուրի ջուրը, որի մեջ ընկղմվել էր այսահար, թիվահար, միգին եւ լեռներից քաղցրահամ աղբյուրներ բխեցրեց։ Սուրբի մոտ բերեցին գրկնակի շղթաներով կապված այսահար մի մարդու, որի անունը Նիկողայոս էր, եւ գցեցին Սուրբի ոտքերի առաջ։ Գտալով նրան, Սուրբն ասաց. «Արցակեք տրագաբանքները եւ մի վախեցեք, որովհետեւ դերը մոտ է օգնելու նրան»։ Ասացին. «Եթե արցակենք, նա կփախչի եւ ոչ ոք չի կարող հասնել նրա հետևից»։ Թիվահար մարդը իրեն հաշ շղթաներով գաբած բերած էին Սուրբին դիմաց, եւ որ Սուրբը սա շղթաներեն արցակեցեք զայն, Աստված վիդեո օգնե իրեն, եւ մարդիկը ասին, որ եթե արցակեն կփախչի եւ մեկը չի կրնար բռնել այդպես։ Սուրբն ասացի, արցակեք դրան եւ թողեք, որ քնա խաղաղությամբ։ Եվ առողջացած այդ մարդն ուրախությամբ իր դունը գնաց։ Իսկ Իրանելի Նիկողայոս քահանան գամենալով փախչել парքից եւ առանցնալ Եգիպտոսի անապատում, որն այդժամ ծաղկունք էր ապրում Անդոն Մեծի առաջնորդությամբ, Սուրբ Անդոն Մեծ ճգնավորին առաջնորդությամբ, Եգիպտոսի անապատը ծաղկում էր։ Արիթ ունեցավ այցելելու Երուսաղեմ եւ երկրպագել Սուրբ վայրերին։ Ձովի մեջտեղում Սուրբը նավում տեսավ հագարագործ Սատանային, որն իր ցերքին երկսայրի սուր ուներ։ Նա բդդվում էր նավի շուրջն եւ սպառնում գդրել նավի արաքաստի ջոբանները։ Սուրբը բատմեց տեսիլքը նավում եղողներին եւ ասաց. «Որդյակներ, աղոթեք բոլորդ, որովհետեւ մեծ արհավիրք է պատրաստվում հասնել մեզ վրա»։ Եվ ահա երեկոյան աղոթքից հետո հանգարձակի սաստիկ հոմ բարձրացավ եւ ձովում մեծ ալեգոծություն եղավ, որի ալիքները ցանկանում էին գցել ու ընկղմել խաչը, որ գար գայմի կակատին։ Նավում գտնվողներն ահաբեկված եւ արտասուքներով ընկան Սուրբի ոտքերը, իսկ նա ասաց. «Որդյակներ, դերը մոտ է բոլոր նրանց, ովքեր օգնության են կանչում իրեն»։ Ապա Սուրբն աղոթեց, հողն ու մռիգը դադարեցին եւ խաղաղություն եղավ։ Սակայն փանսարգուն Սատանան չդադարեց ալեգոծել նավորդներին։ Երբ Սուրբի հրամանով երիտասարդներից մեկը բարձրացավ Սիան վրա խաչը դարձյալ դեղատրելու, իջնելիս Սատանան նրան վայր գցեց եւ նա մեռավ։ Բոլորը մեծ սուք արեցին եւ անմխիթար ողբացին երիտասարդի համար։ Իսկ Սուրբ Նիկողայոսն ասաց. «Այդպես մի ողբացեք, այլ աղաչեք Աստծուն, որ համոտ թևի, որովհետեւ թևը Սատանան ամոթի մեջ մնա, նա գենթանանա, այս երիտասարդը իդ հարություն արդե, իդ առողջանա»։ Եվ երբ Սուրբը մոտեցավ մերելին ու աղոթեց, երիտասարդն արթնացավ, ինչպես քնից, եւ բոլորը փառավորեցին Աստծուն։ Ահա թե ինչպիսի հրաշալիքներ, սքանչելիքներ կատարեց Սուրբ Նիկողայոս։ Երբ հասան Ալեքսանդրիա, նավավարները տարածեցին Սուրբի կատարած հրաշքի մասին, որի պատճառով ամփոխը շրջապատեց եւ նրա մոտ բերեց ախտաժետներին, իսկ Սուրբ նաղոտներով բժշկեց բոլորին։ Եվ որ Եգիպտոս հասան, Ալեքսանդրիա, իր նավավարները եւ բոլոր նավու մեջ գտնվողները լուրը տարածեցին, թե ինչ հրաշքներ կատարեց Սուրբ Նիկողայոսը, հետեւաբար ամեն տեսակ հիվանդներ, ախտ ունեցողներ բերին անոր մոտ եւ ինքը բոլորը բժշկեց Հիսուսի անունով։ Մի քանի օր շրջելով Եգիպտոսում, Երանելին քնած Երուսաղեմ եւ երկրպագեց Սուրբ վայրը, ըստ ոմանց նաեւ բադվական խաչը,
որովհետև համարեցին, որ նրա այցելությունը Հեղինեի միջոցով գտնված խաչի համար էր։ Եվ մինչ թեքերում էր այդ վայրերում եւ մտածում առանցնանալ անաբադում, Աստուծո հրեշտակը երևաց նրան եւ ասաց. «Վերադարձիր քո դեղը եւ մի թող քո եկեղեցին»։ Այդպես նա նստեց եւ խաղաղությամբ հասավ Լիգիայի Մյուրիա քաղաքը, որտեղ ուրախացած ընտարաջ ելան իր եկեղեցու եւ վանքի եղբայրները։ Օրեր անց, երբ ցերնամուխ էր եղել աղոթարան շինելու, եղբայրներին պատվիրեց ընթրիք պատրաստել արհեստավորների համար։ Եվ քանի որ հաց չգար, բացի մի քանի նգանագից, Սուրբն այն իր ցերկն առավ, օրհնեց եւ 83 մարդկանց առաջ գդորների բաժանեց։ Բոլորը գերան եւ հագեցան, եւ 3 լի զամբյուղ հաց ավելցավ։ Քրիստոսի օրինակով, որովհետեւ Հիսուսը ասավ. «Ինչ որ իմ անունով խնդրեք, պիտի դամ ձեզի, եւ մեծ հրաշքներ պիտի կատարեք»։ Հիսուսը ասավ։ Մի օր էլ Սուրբն իր սենյակում նիրհելիս քնացած ժամանակ դեսավ Երիվարին նստած, ծիու վրա նստած մի լուսավոր մարդու, որի ցերքին հունցքի 3 մանկաղներ կային։ Համարելով թե նա հնցվորներից մեկն է, սպասավորներից մեկին պատվիրեց 3 նգանակ հաց բերել նրա համար։ Սակայն նա չկամեցավ օժարությամբ տալ, որի համար Նիկողայոսն ասաց. «Թող 2 աղավնի վերցնի ու գնա»։ Նա վերցրեց աղավները, մանկաղներից մեկը թողեց Նիկողայոսի ցերքին եւ ասաց. «Հասկերի հունցք է պատրաստվում աշխարհի վրա, եւ պետք է որ զենք ունենաս հունցքը գնքելու ու դիրոջն ավանտելու համար»։ Այս ասելով թրավ Երիվարով։ Հիմա Սուրբ Նիկողայոսը չհասկացավ, որ ինչու համար այդ ցիավորը իրեն մանկաղ մտավ։ Տեսեք ինչ պատահեցավ։ Նիկողայոսն արթնացավ եւ մեկ այլ տեսիք տեսավ։ Եկեղեցու մեծ սեղան անշուք էր դարձել, իսկ առաստաղն աջ կողմից 2 մասի էր ջեղկվել։ Անցրևաչրերը թափվում էին այդտեղով եւ հավաքվելով մեծ տրան մոտ հոսում դեպի դուրս։ Նիկողայոսը սարսափած աղաչեց Տիրոջը հայտնել իրեն դեսիլքի խորհուրդը։ 7 օր անց հրեշտակ երևաց նրան եւ ասաց. «Ես Միքայելն եմ, որ միշտ կամ ու պահպանում եմ քեզ։ Այժմ ես արակվեցի Տիրոջ կողմից հայտնելու քեզ, թե ինչ է պատրաստվում անցնել աշխարհի վրայով»։ Եվ պատմեց նրան եկեղեցու բաժանման մասին, որ պիտի լինի ժամանակի արիոսականների երեսից։ Արիոսականները սիրելներ Արիոսի աղան էին, Արիոսը ինքը Քրիստոսի աստվածությունը ուրացավ, ասելու համար որ Քրիստոս աստված չէր, այլ մարդ էր, վերջը Աստված իրեն շնորհքներ տվավ եւ գամած բարձրացավ աստվածության, հետեւաբար ինքը հայր Աստուծո հետ մեկ բնություն չունի, մեկ էություն չունի, այլ տարբեր էություններ է, եւ հետեւաբար եկեղեցին այդ պատճառով բաժնվեցավ 325-ին դերի պիտի ունենար Նիգյո ժողովը, որ պիտի դատապարտեր Արիոսը։ Իսկ այն մանկաղի խորհուրդը ասաց հրեշտակը, որ դրվեց քեզ հունցքի ժամանակ աղոթներով օժանդակել է այն հոգիներին, որոնք լիգիացիների երկրից պիտի ավանտվեն Աստուծո ցերկը։ Նիկողայոսն ասաց. «Ես մեղավոր մարդ եմ, ինչպես կարող եմ օգնել»։ Եվ հրեշտակն ասաց. «Մանկաղը որ տեսար Աստուծո զորությունն է, եւ դրանով պիտի առաստված ավանտես մարդկանց հոգիները, որովհետեւ ահա մոտեցել է հունցքի ժամը, որ մարդկանց մահն է»։ 45 օր հետո մարդկանց դարաժամ մահ պատահեց, որն սկսվեց Մյուրիա քաղաքից։ Ուրջում էր մարդկանց գերագրափողը, ուրեմն սիրելներ գոգորտները մարդոց գուրեին, եւ նրանք ավանտում էին իրենց հոգիները։ Քաղաքից հացը բագասեց, որովհետև աշխատավորները քաղաք չէին իջնում։ Երանելի Նիկողայոսն անդադար բարեգործություններ էր անում եւ բոլորին արադաբես մատակարարում հոգու եւ մարմնի անհրաժեշտ կարիքները։ Նա արաքահաս էր, հրաշագործություններով հանդերձ, բոլորին փրկելու համար եւ լսում էր բոլոր նրանց, ովքեր նեղությունների մեջ էին։ Այդ օրերին Մյուրիայում մահացավ նաեւ նրա քերին Նիկողայոս եպիսկոպոսը, որ ամենից սիրված բարի եպիսկոպոսն էր այդ քաղաքի։ Նիկողայոս քահանային անուրջի մեջ, երազի մեջ աստվածեղեն մի զորություն երևաց։ Նրան ցույց տրվեց փառավոր աթոր եւ քահանայապետության պատվական հանդերձ ու նրան հրամայվեց նստել աթորին։ Այս մասին պատմիչը գրում է. ոչ թե անուրջի մեջ, այլ կարող եմ ասել դեր Հիսուս Քրիստոս եւ Սուրբ Գույս Աստվածածին հայտնաբես
երևացին նրան։ Ինչ երանելի դեսիրք երազ ունեցավ Սուրբ Նիկողայոսը։ Ուրեմն Տեր Հիսուս եւ Սուրբ Մայրիկ Աստվածածին երևցան իրեն։ Եվ տեսեք հիմա ինչ տվին անոր։ Մեկը նրան ավետարան տվեց, Հիսուսը ավետարանը տվավ, իսկ մյուսը քահանայապետության թիկնոց, Պատրակիսկես քահանայապետության հագուստը։ Եվ երանելու գենթանակիր այդ պատկերը մինչ օրս երկրպագվում է բարեբաշտ մարդկանց կողմից։ Աստվածային այս դեսիլներից շատ չանցած դիրոջ արժանավորությամբ եւ եպիսկոպոսների ժողովի հարգատմամբ Նիկողայոս մեծն ընդունեց եպիսկոպոսական ծերնադրությունը եւ Մյուրիա քաղաքի առաջնորդական վերագացությունն ու այնուհետեւ եղավ Քրիստոսի բանավոր հոդի քաչ հովվաբեդը։ Ինչեւ հիմա Գուսագրոն եկեղեցական էր, բայց դարձավ սիրելիներ ահավասիկ եպիսկոպոսը քաղաքին։ Ուղղափառ եւ առաքելատավան շնորհներով նա քարոզում էր Քրիստոսի ավետարանը, Գիրոջ ժողովրդին ուսուցանում համակո եւ միասնական սուրբ երրորդությունը, հորդորում մտաբահել ճշմարիտ աստվածաբանությունն ու հերու մնալ աստվածամարդ արիոսականների եւ սապելական հերձվածողների հայոյություններից, որոնք այդ ժամանակներում ցանկանում էին ընկղմել դիեզերական նավը եւ սասանվողներին իջեցնել խորախոր անտունները։ Մի գոմ թողնենք նաև Դիոգրեդիանոսյան հետանոց կայսրերի սկզբնական շրջանի հալածանքները, Դիոգրեդիանոս կայսրը խիստ հալածանքներ կազմակերպեց քրիստոնյաների նկատմամբ, որոնց ժամանակ Սուրբ Նիկողայոսը ևս Քրիստոսի անվան համար մատնվեց փանդարգության, գաբանքների եւ աքսորների, համբերեց մարտիրոսական նեղություններին եւ Քրիստոսի համար վիշտեր ու հալածանքներ գրեց։ Սակայն երբ Աստված Կոստանդիանոս մեծի արչևից վերացրեց բոլոր բռնավորներին, Արքունի հրովարտակով Կոստանդիանոսը Սուրբ Նիկողայոսը վերադարձուց իր դեղը եւ Սուրբ Նիկողայոս մաքրեց իր ամբողջ թեմը հեթանոսական պաշտամունքների բղծություններից։ Հիմնի վեր կանտեց Արտեմիսի տաճարը, որ գար Մյուրիայում, որի ժամանակ թևերը հայտնաբես աղաղակում էին, թե հաղթվեցինք, բարդվեցանք նրանցից եւ արտաքսվեցինք մեր բնակության վայրից։ Ընդեմ բիրց Արիոսի Կումարված Նիգիայի Սուրբ եւ դիեզերական ժողովին մասնակցում էր նաեւ Սուրբ Նիկողայոս հայրաբեդը, նշանավոր եւ առաքելանման հայրերից մեկը։ Սիրելներ, Նիգիո ժողովը դեղի ունեցավ դիեզերական առաջին ժողովը 325 թվականին, այս տարի 1700 ամյակներ այդ ժողովի կումարման, որու ընթացքին 318 հայրաբեդներ հավաքվեցան եւ մեր եկեղեցիեն հայ առաքելական Սուրբ եկեղեցիը մասնակցեցավ Սուպրիկոլ Լուսավորչի զավակը Արիստագեսը եւ սիրելներ այդտեղ էր որ հավատամքը քրեցին եւ հատկապես քրիստոսապանական բաժինը որ Քրիստոս ինք Աստված է Աստուծմե լույս է լույսեն որ ինք մարմնացավ մարդացավ ծնավ գադարելաբես Սուրբ Գույս Մարիամեն եւ մեր փրկության համար չարչարվեցավ, խաչվեցավ, թաղվեցավ, երրորդ օրը հարություն արավ եւ փարսացավ, համբարձավ երկինք եւ նստավ իր հոր աջ կողմը եւ դարձյալ բիդիկա տադելու համար ողջերն ու մեռածները։ Ահա այդ ժողովին նաեւ իր մասնակցությունը բերավ Սուրբ Նիկողայոսը։ Սպաղեցնելով իր աթորը ժողովի ընթացքին, նա բարսպելով պահպանում էր իր հոդը դիեզերական ժողովի ամրապակ կանոններով եւ կորցած հրաշքների համար փառավորյալ երևում ամենքին։ Հեզեր մեղավորների անտեպ, որոնք դարձի էին գալիս ապաշխարությամբ, իսկ հեշտասերների եւ Աստուծո բադվիրաններն արհամարողների անտեպ սաստիկ խիստ եւ անաչար հանդիմանող։ Աղքատասեր էր եւ ողորմած, սակայն անխնա իրանցի հանդեպ, որովհետեւ երբեք չէր բագասեցնում իր մշտական ճգնությունները, աղոթները եւ բայեցողությունը, օրը սոսկ մեկ անգամ ճաշակելով, որն անում էր նաեւ իր եպիսկոպոսության շրջանում։ Երբեք սիրելներ ոգրամոլ չէր, այլ օրը մեկ անգամ գուտեր եւ միշտ բայեցողություններ կատարեր։ Եվ կպատմվի թե ժողովի ընթացքին, Նիգիո ժողովի ընթացքին ինք փարսացավ եւ ապտագեց Արիոսը, որբեսի ստապեցներ զինք, որ եկեղեցին այդպիսով կփորձեր խորտագել։ Այդ ժամանակներում Ասիայում սով դիրեց եւ Մյուրիա քաղաքում բագասեց բարենը, Բաշարը։ Իսկ Նիկողայոս մեծը, որ մեծապես հոգում էր իր հոդի համար,
Դիրոց զորությամբ ձովում երևաց մի նավաբեդի, որը ծորենի մեծ բաշարով բեռնված նավով Սիգիլիա գղզուց շարժում էր դեպի Իսպանիա։ Իտալիո հարավն է Սիսիլի քաղաքը Սիգիլիան, եւ այդ դեղեն Իսպանիա պիտի երթար նավակ ամբողջությամբ ծորենով բերծված։ Վաճառականից խոստում առնելով Սուրբը 3 տահեգան տվեց նրան եւ ասաց. «Ստացիր քրավն ու նավիր դեպի Ասիա հանդիպակաց Մյուրիա քաղաքը»։ Այսինքն ճիշտ հագարակ ուղությամբ դեպի այս կոմբիդերտար արեմուտ դեպի արևել քնած նավակը։ Եվ այսիգա Սուրբ Նիկողայոսը այսպես զորությամբ երևաց ձովում վրա։ Նավաբեդին թված թե անուրճի մեջ է, սակայն երբ արտնցավ քնից տեսավ, որ դա անուրճ չէր եւ ոչ էլ թվացյալ, այլ իրողություն, որովհետեւ իր ցերկին 3 տահեգան ուներ։ Սիրելներ սուրբեր կան, որոնք Աստուծո գոմե զորություն ունին, մեկ տեղեն մյուս տեղը երթալու հոգիով։ Եվ ահա Սուրբ Նիկողայոս անոնց մեկն էր։ Երկյուղով համակված զարմացավ նավաբեդը եւ իսկույն շրջեց նավը դեպի Մյուրիայի նավահանգիստը։ Այսպես Նիկողայոսը հրեշտակային էր նաեւ մարմնով։ Այդ օրերին Փրուկիայի լեռնային շրջաններում փաղոնացիների միջև խռովություն ընկավ։ Կոստանդիանոս թագավորը խաղաղություն հաստատելու համար զորքով հանդերձ 3 զորավարներ ուղարկեց այնտեղ, որոնց անուններն էին Նեբոդիանոս, Ուրսոս եւ Երբիղոն։ Երբ նրանք Ադրիատիկ ծովի նավահանգիստ հասան, որը գտնվում էր Մյուրիայից 4 մղոն հեռավորության վրա, մի քանի օր մնացին այնտեղ սպասելու բարենպաստ եղանակի։ Սակայն նրանց զորքն սկսեց հափշտակություններ եւ հարստահարություններ անել, որի համար երանելի Նիկողայոսը հասավ այնտեղ, խրադելով թաթարեցրեց նրանց չարագործությունները, իսկ զորավարներին հրավիրեց իր հետ գալ Մյուրիա ճաշելու եւ հանգստանալու։ Եվ մինչ նա այնտեղ էր, Մյուրիայից Քուշգան եկավ ու հայտնեց, որ քաղաքի վերագացուն Ասիայի Ստատեոս զորավարը գաշարք վերցնելով Վոքսիոսից եւ Սիմեոնից, որոնք նշանավոր մարդիկ էին քաղաքում, 3 անմեղ մարդկանց առանց բաժարի սրի քաշելու թադավճիռ արձակել։ Այն ժամ հրեշտակի պես Արաքահաս Սուրբ Հայրաբեդը ամիջապես հադելով հերակնած ճանապարհը երկար ճամփան ամիջապես հադեց գդրեց, իսկույն դեղ հասավ եւ կդավ սպաննվելու դարված զրբարդվողներին, ցերկերը մեջքին կապված, աչքերը կապած եւ խոնարհված թիրքով։ Թայջների ցերկից արիապար հապշտակեց սուրն ու ցած գցեց եւ մարդկանց արձակեց գաբանքներից։ Այսինքն Սուրբ Նիկողայոսը ինչ քաջ մարդ էր։ Նա հիացրեց բոլոր տեսնողներին, իսկ թահիջներին սպառնալիքներով զարհուրեցրեց։ Նույն համարձակությամբ քալով իշխանի մոտ խիստ սպառնաց նրան, որ իր անիրավության մասին քրություն կուղարկի բարեբաշխ թագավորին, գամել ասաց. «Ես պատրաստ եմ մեռնել այդ անմեղ մարդկանց փոխարեն»։ Ահա ճշմարիտ հովիվը։ Այդպես նա ազատեց 3 անմեղ մարդկանց։ Իսկ վերոնշյալ 3 զորավարները Սուրբ Նիկողայոսի կորձերը եւ նրա մարդասիրությունը տեսնելուց հետո խոնարհվեցին նրա առջև, ապա գնացին Փրուկիա եւ գադարելով Արկունի հրամանը փառքով վերադարձան Կոստանդնուպոլիս։ Կորձը հաջողությամբ գադարելու համար նրանք մեծ ընդունելություն կտան թագավորի եւ բոլորի կողմից ու հաղթողներ գոչվեցին։ Այս բադվի համար քաղաքի իշխաններից ոմանք նախանցեցին 3 զորավարներին եւ քախնաբես 1600 լիտր ոսկի գաշարք տվեցին Եբարկոսին, որբեսի մահվան մատնի նրանց, որբես չարամիտ աբստամբների։ Այս նախանցը միշտ եղած է դժբախտաբար։ Վերցնելով գաշարքը Եբարկոսը գարավարիչը գնաց թագավորի մոտ եւ չարախոսեց նրանցից, իսկ թագավորը հավատաց եւ առանց կնության հրամայեց փանդարգել նրանց այս 3 զորավարներին, որ հաշտություն բերած էին եւ մեծ փառքով վերադարձած էին, բայց հիմա փանդարգվեցան որպես արդյունք նախանցի եւ պամպասանքի։ Շատ օրեր նրանց բայեցին փանդում, իսկ այդ ընթացքում չարախոսները ըստիբում էին Եբարկոսին, որ արագ վերացնի նրանց։ Ամիջապես սպանե վերացնե մեջտեղեն այդ 3 զորավարները։ Եվ Եբարկոսը մտավ թագավորի մոտ ու ասաց. «Քո թագավորությամբ դեմ նրանք չարիքներ են նյութում, նաև փանդում», եւ այդպես նրանց գլխադերու հրաման արավ։ Երեգոյան Եբարկոսից փանդաբեդին հրաման եկավ, որ հաջորդ օրը դուրս բերեն նրանց եւ գաբված ցերկերով դանեն գլխատման վայրը։ Փանդաբեդը
լալակի մտավ նրանց մոտ եւ հայտնեց նրանց հանգարձահաս մահվան մասին։ Իսկ նրանք մեծ հառաչանքներով աղոթեցին առ Աստված ասելով. «Դեր, ինչպես կարող ես թույլ տալ, որ մեռնենք անարդար վճռով»։ Հիշեցին նաև Սուրբ Նիկողայոսին եւ արդասուքներով ասացին. «Ով Սուրբը Աստուծո, ինչպես որ մեր առաջ անարդար մահավճիրից բրգեցիր այն 3 մարդկանց, այնպես էլ օգնիր նաև մեզ, եւ թեպետ դու հերու ես մարմնով, սակայն մոտ ես մեր հեծիծանքները լսելիս»։ Եվ ահա այդ գիշեր Աստված սկանչելապես արակեց իր պատգամավոր Նիկողայոսին, որը եկավ, գանկնեց Կոստանդիանոսի առաջ եւ ասաց. «Արցագիր այն 3 զորավարներին, որովհետեւ նրանք զրբարտվել են անիրավ գերբով, եւ դու ամբարդ կլինես արդար մարդկանց արյունից։ Այլապես քո դեմ բادرազմ կհարուցվի Թորակի կողմերից, եւ այն ժամ կտեսնես, թե որքան բարի է հնազանդվելը, հատկապես երբ հրամայվածը Աստուծուց է լինում»։ Թագավորն ասաց նրան. «Ո՞վ ես դու կամ ինչու ես անբադեհ մտել բալատ եւ այս սենյակ ու սպառնում ինձ։ Ինչպես այստեղը մտար։ Ո՞վ ես որ կսպառնասիս»։ Եվ նա պատասխանեց. «Ես մեղավորս Նիկողայոսն եմ, Լիգիայի Մյուրիա քաղաքի եպիսկոպոսը»։ Այս ասելով անհետացավ եւ ապա Եփարկոսի սենյակում երևալով նրան, որի անունը Եվլավիոս էր, առավել խիստ սպառնաց նրան, որպես դեղյակ մեկը գաշարքի եւ չարախոսների մասին։ Արավոտյան թագավորը գանչեց Եփարկոսին եւ պատմեց նրան դեսիլքի մասին։ Եփարկոսն էլ պատմեց իր դեսածի մասին եւ միապան իսկույն վերացրին մահավճիրն ու արձակեցին նրանց։ Թագավորը գանչեց զորավարներին ու ասաց նրանց. «Դուք եք որ այս գիշեր գախարտությամբ ցույց տվեցիք այդ դեսիլքը ինձ մոտ ուղարկելով Նիկողայոսին»։ Եվ երբ նրանք լսեցին Նիկողայոսի անունը, ասացին. «Մենք գախարտության չար հնարքների գիտակ չենք, այլ միայն փանդում օգնության գանչեցինք Աստուծո մարդուն Նիկողայոսին»։ Այն ժամ Կոստանդիանոսը քաչալերեց նրանց, ազատություն շնորհեց եւ ասաց. «Շնորհակալ եղեք ոչ թե ինձ, այլ Սուրբին»։ Ապա Սուրբին փոխանցելու համար նրանց բարգևներ տվեց, ոսկե ավետարան, ոսկե մոմագալ, սգի եւ մաղսմա ու տեսակ այլ անոթներ եւ ասաց. «Իմ կողմից երկրպագեք նրան եւ ասացեք. արել եմ այնպես, ինչպես որ հրամայել ես, ընդունիր այս ընծաները եւ հիշիր ինձ քո աղոթներում»։ Նրանք քնացին մեծ ուրախությամբ։ Սուրբից օրհնությունը ստանալով դարձյալ վերադարձան թագավորի մոտ եւ այնուհետեւ մնացին բալադում ու նախկինից ավելի մեծ բադվի արժանացան։ Սուրբ Նիկողայոս հայրաբեդը փայլում էր այսպիսի բարեգործություններով, հրաշագործություններով, սուրբ վարկով եւ ուղղափառ վարդապետությամբ։ Նա եղավ հոգիների եւ մարմինների բժիշկ։ Նրա անունը տարածվեց գրեթե ողջ դիեզերքով մեկ եւ ամեն փերան օրհնում էր նրան։ Սուրբ Քահանայապետի հրեշտակարման երեսը եւ երկնային առաքինի կյանքի ընթացքը փրկության առիթ էր նրան հանդիպողների համար եւ մինչեւ իսկ հերցվածողներից, թերահավատներից ու անհավատներից շատերն աշակերտում էին նրան եւ դառնում թեպի ճշմարիտ հավատքը։ Այնուհետև Երանելին պատրաստվեց գնալ իր արարչի մոտ։ Նրան հիվանդություն դիրեց եւ մինչ մահջի վրա էր, նա տեսավ սուրբ հրեշտակին, որը եկել էր առնելու իր հրեշտականման հոգին։ Նա բարձրացրեց իր գլուխը մահջից, սուրբ խաչով գնքեց իր մարմինը, երկրպագեց Տիրոջ եւ ասաց. «Դեր, հույսս քեզ վրա տրի, թող հավետ ամոթով չմնամ»։ Ավարտելով Սաղմոսը օրհնեց ու փառավորեց Աստուծուն եւ ավանդեց իր հոգին, որ եղավ դեկտեմբերի 6-ին, մեր սուրբ լուսավորչի փոխման նույն դարում։ Այսինքն այս տարի ճիշտ իր մահվան օրը այսօր է, դեկտեմբեր 6։ Նրա պատվական մարմինը պատվով ամփոփեցին եկեղեցում։ Սկանչելակորց հայրաբեդի դաբանից անուշահոտ փուրմունք էր տարածվում եւ հրաշագործություններ էին կատարվում բոլոր հիվանդների ու ախտաժետների բժշկության համար։ Բոլոր տարաշրջաններում եւ ժամանակներում նրա գենթանի անուն օգնության է կանչվում, օգնություն եւ հաբավինություն եղյալներին եւ վտանգի մեջ եղողներին։ Այժմ սիրելներ, ցեզ պիտի ընթերցեմ հրաշագործություններ, որոնք կատարվեցին Սուրբ Նիկողայոս Սկանչելակորցի մահից հետո։ Սուրբի դաբանին այցելելու համար մի խումբ ուխտավորներ Թանայիսից ուղևորվեցին թեպի Մյուրիա։ Երբ նրանք նամ նստեցին, թևը
մի ցավակար գնոջ գերբարան կարած նրանց ցետով լի մի անոթ տվեց դանելու Նիկողայոսին իբրև իբադիվ նրա դաջարի Ձովի վրա մեծ ալեգոծությունը սկսվեց եւ բոլորն սկսեցին աղաղակել Սուրբ Նիկողայոսին հանգարձակին նա երևաց նրանց եւ ասաց Ձովը նեդեք թիվական այդ անոթ այդ ամանը եւ մրիգը գտատարի եւ երբ արեցին ինչպես ասաց Սուրբը խաղաղություն եղավ տեսեք ինչպես թևը սատանան ինչ խորամանկություններով գուզե Սուրբը փորձել ուրիշ հրաշք Միդիլինե գղզուց մի քահանա ամեն տարի գալիս էր Մյուրիա քաղաք խոնարհվելու Սուրբ Նիկողայոսի քերեզմանի առաջ մի անգամ նա քերության մատնված արաբ ավազակների կողմից եւ քերության մատնվեց արաբ ավազակների կողմից եւ դարվեց գրեդե գղզին Այնտեղ վաճառականները վիճակ էին գցում քերիների համար, ոմանց վաճառելու, ոմանց փանդարգելու, ոմանց էլ սրի քաշելու նպատակով։ Քահանային վիճակվեց մահը, եւ երբ դարան նրան գլխատելու, նա աղաղակեց Սուրբ Նիկողայոսին։ Այն ժամ Սուրբը երևաց նրան եւ քաչալերեց նրան մինչեւ վերջին բահը չվախենալ։ Երբ Տահիջը բարձրացրեց սուրը, Սուրբն այն հապշտակեց նրա ցերքից եւ նետեց հերու մի տեղ։ Տահիջը չար խոսքեր ասաց քահանային իբրև գախարտի իսկ քահանան պատմեց նրան Սուրբ Նիկողայոսի արաքահաս օգնության մասին եւ հայտնեց որ հենց նա էր որ աներևութապար իրեն փրկություն ընծերեց այսպես քահանան փրկվեց եւ վերադարձավ իր դեղը սկանչելի Աստված իր սուրբերի մեջ սկանչելի են նաեւ սուրբերն իրենց Աստուծո մեջ ով շնորհվեց իրենց մեծամեծ սկանչելիքներ կործել Գար մի մարդ Պետրոս անունով որը խոստացավ գրոնավոր դառնալ, սակայն նա անլուրջ գտնվելով իր խոստման մեջ հռոմեական քննի հետ գնաց պատերազմելու ընդեմ բարսիկների։ Եղավ այնպես, որ նա քերեվարվեց ու դարվեց Սամարղանդ քաղաքը եւ փանդարգվեց բարսից զորավարի փանդում։ Այնտեղ նա հիշեց իր այն մեղքը, որ հաբաղեց կատարել գրոնավոր դառնալու խոստումը եւ ինքզինք մեղադրեց։ Անցավ մեկ տարի նա հիշեց սկանչելակորձ Նիկողայոսին Սկսեց ամբողջ սրտով խնդրել նրան ու ասել. Ով Սուրբ Հայր, դու ես իմ միջնորդն ու երաշխավորն իմ արարիչի մոտ։ Եթե քո աղոթներով ես ազատվեմ այս նեղություններից եւ բռնությունից, այլևս աշխարհ ու հայրենի դուն չեմ վերադառնալ, այլ կգնամ Հռոմի Սուրբ Պետրոսի տաճար եւ այնտեղ իմ կարողության չափով կկատարեմ գրոնավոր դառնալու խոստումս։ Եվ այս խորհուրդներով մեկ ամբողջ շաբաթ անսվաղ մնաց։ Շաբաթվա 7-րդ օրը արաքահաս օգնական Նիկողայոսը երևաց նրան եւ ազատության հույս տվեց։ Եվ երբ նա հարադեվեց Բաքի ու աղոթների մեջ, Սուրբը դարձյալ երևաց ու հորդորեց թիմել նաեւ բարեխոսությանը Սուրբ Սիմեոն Ձերունու, որը արժանի եղավ իր գիրկն առնելու աշխարհի փրկչին, որբեսի ասաց Սուրբը, մենք միասին թիմենք Աստուծուն, ով կարող է անհնարինը հնարավոր դարձնել եւ քեզ ազատել խաղաղությամբ։ Հաջորդ անգամ Սուրբ Նիկողայոսը երևաց Սուրբ Սիմեոնի հետ։ Ասիկա նույն Սուրբ Սիմեոնն էր, որ Հիսուսը իր գիրկը առավ եւ օրհնեց Աստված եւ ասա որ դեր այլևս արցակե իմ գաբաններս, որովհետեւ իմ աչքերովս բրգիչը տեսա։ Ուրեմն այս երկու սուրբերը, Սուրբ Նիկողայոս եւ Սուրբ Սիմեոն, բարեխոսեցին այս երդասարդ Պետրոսին համար։ Բացելով իր աչքերը, Պետրոսը նայեց ու տեսավ Սիմեոնին, որն իր ցերքին քավազան ուներ։ Նա մոտեցավ իրեն ու հարցրեց. Դու ես այն մարդը, որի համար մեր եղբայր Նիկողայոսը հաջող աղաչում էր Տիրոջը, որբեսի ազատվես բանդից եւ երկաթե գաբանքներից։ Իսկ նա մի գեր բացելով իր բերանը ասաց. Այո, Սուրբ Աստուծո, ես եմ, որ Աստուծո մոտ երաշխավոր դարձնի Նիկողայոսին եւ քեզ որպես բարեխոսի։ Ուրեմն Սուրբ Սիմեոնը հարցուց երդասարտին. Դու ես այդ տղան, որ Սուրբ Նիկողայոսը կումասիտ միշտ կբարեխոսի հորտիմաց, Աստուծո դիմաց։ Սուրբ Սիմեոնը հարցրեց նրան. Իսկ կդարես կրոնավոր լինելու եւ առաքինությամբ ապրելու խոստումդ։ Երդասարտը պատասխանեց. Այո, դեր կկատարեմ ամենը, ինչ որ խոստացա։ Այն ժամ Սուրբը Պետրոսից առնելով խոստումն անհաբաղ կատարելու խոսքը, ցերքի կավազանը մոդեցրեց երկաթե գաբանքներին, որոնք մոմի պես իսկույն հալվեցին։ Սուրբերի հետևից Պետրոսը դուրս եկավ բանդից։ Նա խնդրեց սուրբերին, որ իրեն քաղաքից դուրս տանեն։ Եվ այդպես եղավ։ Սիմեոն արդարը նրան հանձնեց Նիկողայոսին եւ անհետացավ։ Իսկ Սուրբ Նիկողայոսը իբրև կտարած հայր, որ միշտ բահբանում եւ խնամում է իրեն հուսացողներին, ուղեկցեց նրան մինչև հունած երկիր, քաչալերեց, արիություն շնորհեց եւ ասաց. Այժմ հարկ է որ գադարես քո խոստումը, ապա թե ոչ, հիշում ես
Սամարգանի փանդը, դարձյալ այնտեղ գայտնվեց։ Եվ երբ նա հաստատեց իր խոստումը, Սուրբն աներևույթ եղավ։ Պետրոսն ուղիղ գնաց Հռոմ եւ այնտեղ գրոնավոր դառնալով կատարեց իր խոստումը։ Ուրիշ հրաշքմը Սուրբ Նիկողայոսի մահեն յետ կատարված։ Ասկությամբ Գաբադովգյացի մի մարդ, որ զորավոր էր իր երկրում, իմացավ, որ իր որդիները բռնված են մանիկեցիների չար աղանթի մեջ։ Մանիկեն նորեն չար աղանթ էր սիրել, մանիկեն աղանթավորաբետներ։ Եվ չկարողանալով ոչ խրատներով, ոչ սպառնալիքներով եւ ոչ ալ քանագործությամբ հետ բահել նրանց մոլորությունից, բادرազմեց աղանթավորների թեմ ու հաղթեց նրանց։ Սակայն նրանք թարան մտնելով, բահվդելով, բռնեցին այդ բադվական զորավարին ու նրա յուրայիններին եւ շղթայագապ նետեցին դղմոտ ու ջահջոտ կուպը, որտեղ նա անդադար աղոթում էր Աստծուն, բարեխոս ունենալով սկանչելակորդ Նիկողայոս Նահայրաբեդին, որի հիշադակը միշտ կատարել էր չերմ հավատով, նրա անվամբ դաջար էր կառուցել եւ վայելչությամբ պայծառացրել։ 6 օր անսվաղ առանց տատարի, այսինքն մնալուց հետո նա թիմեց Սուրբին ասելով. «Ով Սուրբ Աստծո, բավական է միայն քո գամքը, որովհետեւ Աստված քեզ կարողություն է տվել։ Դու գիտես, որ մինչ օրս իմ հույսս քեզ վրա եմ դրել եւ հոգապարծությամբ կառուցել քո անվան Սուրբ դաջարը։ Դու ամենուրեք սկանչելիքներ ես գործում, սակայն ինչու ինձ թողեցիր անմխիթար ու այս կաբանքների մեջ»։ Երեգոյանն իր հետ գնացավ եւ ահա երևաց նրան Սուրբ Նիկողայոսը, որը դարձյալ հորդորեց թիմել Սիմեոն Արտար ձերունու բարեխոսությանը, որովհետեւ ասաց նա առավել համարձակություն ունի բոլորի բրճի մոտ, որովհետեւ Սիմեոնը Հիսուսը կրկած է իր գրքի մեջ։ Տեսեք սուրբերուն խոնարհումը, իրարու հանդեպ հարկանքը։ Ուրախությամբ զարթնեց քնից եւ այնուհետեւ նույնքան օրեր անսվաղ մնալուց հետո թիմեց Սուրբ Սիմեոնին։ Այն ժամ Արտար ձերունին անուրջի մեջ երևաց նրան ու ասաց. «Ով մարդ, ով քեզ խորտ տվեց թողնել մեր եղբայր Նիկողայոսին, որի հիշադակը կատարում ես ամեն տարի եւ որի անունով դաջար ես շինել։ Նրան խնդրիր, որ կատարի քո խնդրանքները եւ նա գազադի քեզ, որովհետեւ բոլոր սուրբերից առավել նրան է դրվել արագ օգնության հասնելու շնորհը»։ Այս ասելով Սուրբն անհետացավ։ Եվ ապա հար եւ նման նախորդ հրաշագործությանը սուրբերն ազատեցին նաեւ նրան։ Նա եւս գնաց Հռոմ, որտեղ գրոնավոր դարձավ եւ ապա գնաց ու բնակվեց Քաղիայի սահմանների մոտ գտնվող Անաբադում, որտեղ էլ ավարտեց իր կյանքը, պայծառանալով առաքինություններով եւ ճգնություններով։ Դեպի Ֆրանսա գնաց եւ Ֆրանսայի մեջ 5 Քաղիան Ֆրանսան է, ուրեմն այնտեղ ննչեց։ Ուրիշ հրաշք։ Թեգաբորսեցի Սիմեոն անունով մի գրոնավոր գար, որն աչքի էր ընկնում խստագրոն ճգնությամբ։ Նիկողայոս անունով իր գործակից մեկին գործով ուղարկեց արեմդյան կողմերը։ Բարենպաստ եղանակին նավ նստեց, բայց հանկարծ այնքան սաստիկ մռիկ եւ ալեգոծությունը սկսվեց, որ նավում եղողներ իջեցրին արակաստը եւ բաց թողեցին նավի ղեկը։ Նրանք կտրեցին ապրելու հույսը, որովհետեւ իրենց կյանքը բրգելու հնար չունեին եւ միայն արաքահաս օգնական Նիկողայոսի անունն էին տալիս։ Եվ իրենց խնդրանքները չվիրևեցին, որովհետև այն գրոնավորը հայտնաբես տեսավ մեծ սկանչելակորձ Նիկողայոսին, որը քայլում էր ձովի, ասես ցամաքի վրայով։ Նա քաչալերեց նավավարին ու ասաց. «Արի եղբայր, ամուր բահիր նավի դղեկը եւ մի դարագոսիր, որովհետև ես ցեզ հետ եմ»։ Այս ասելով նա անհետացավ եւ իսկույն մեծ խաղաղություն եղավ ձովի վրա։ Երկինքը բարձվեց, հովն անցավ եւ ձովը հանդարտվեց։ Եվ նրանք, ովքեր սկզբում հուսահատվել էին, Սուրբի Երևանում պես լցվեցին ուրախությամբ եւ փառաբորեցին Աստծուն, ով սկանչելիքներ է գործում իր սուրբերի միջոցով։ Ուրիշ հրաշք։ Ագրիգորոս անունով մի մարդ կար, որը բնակվում էր Մյուրիա քաղաքի ձովապնյա վայրերից մեկում։ Նա ուներ բարեբաշտ եւ աստվածավախ կին եւ մինուջար մի որդի, որի անունը Բազիլիոս էր։ Ըստ սովորության նրանք մեծաբայձա դոնախմբությամբ ամեն տարի կատարում էին Սուրբ Նիկողայոսի հիշադակը, իրենց արտար վաստակից գերագրելով աղքատներին եւ ջող ընթրիկներ պատրաստելով նրանց համար։ Արդ մի անգամ Սուրբի հիշադակի բայձար եւ նշանավոր դոնի օրը, մինչ նրանք սեղաններ էին պատրաստում հրավիրյալների համար եւ մինչ եկեղեցականները երաշտական եղանակներով երեգոյան ժամի պաշտամունք էին կատարում, հանկարծ անագնգալ բահի ձովափ հասան սպառազինված իսմայելացիների բազմաթիվ նավեր։ Սփռվելով քաղաքով մեկ, նրանք ավար առան
քերեցին դղամարդկանց եւ կանանց ու հափշտակեցին նրանց զավակներին, այդ թվում նաեւ Ագրիգորոսի որդուն Բասիլիոսի եւ դարան գրեդե գղզի։ Վայելչակեղ դեսկի համար Բասիլիոսին դարան իրենց ցեղաբեդի մոտ եւ նա Բասիլիոսի նշանակեց մդրվակ եւ անձնապես իրեն բաժակ մատուցող, այսինքն քինի լեցնող մդրվակ ռավ զինք Էդվապար ամենամարտու չեր վստահեր թակավորը կամ գայսրը, որ իր բաժակի մեջ քինի լեցնե, այս Բասիլիոսը մադրվակ նշանակեց, որովհետև նա հուշ սիրելի եղավ իր համար։ Իսկ բադանու ծնողները համակված սքով իրենց մերձավորների հետ մոռացան Սուրբի իշադակի դոնը եւ նրանց ուրախությունը սուգ դարձավ։ Ով կարող էր պատմել նրանց ամփարադելի դրտմության ու ամմխիտար վշտի մասին։ Նրանք թարնաբես ողբում էին իրենց մինուջար զավագին բադահած անգարձահաս աղետի համար։ Նրանց հետ սգում էին նաև մերձավորները եւ ասում. «Ով Սուրբ Նիկողայոս, դու մի ժամանակ անիրավ մահից ազատեցիր 3 զորավարներին, դեսիլքով զարուրեցնելով թակավորին եւ Երոգոյան սուքը արավոտյան ուրախության փոխեցիր։ Ինչու թույլ տվեցիր, որ քո ծարային հապշտակեն քո քավիթից։ Դու չվերադարձրիր նրան ու մեզ չհայտնեցիր, թե նա որտեղ կերվեց, կամ որտեղ մեռավ։ Քանզի ծնողները որոնել են նրան մոտավոր շատ գղզիներում եւ չեն գտել։ Մեկ տարի անց Սուրբի դոնախմբության օրը ըստ սովորության բոլոր ուրախությամբ եւ նվիրատվություններով գնացին մասնակցելու Սուրբի դոնին։ Սակայն դղայի ծնողները լինելով դրտմության մեջ եւ խոժորված ընդեմ Սուրբի անուշադրությամբ մատնեցին, որովհետեւ նորոգվեց նրանց սրդի ցավը։ Հիշեցին, որ դարի առաջ իրենց երեխան գորավ չգա, լուրմը չգա, անորթիակնալ չգա։ Մեծ սուքը երկմտության մեջ էր գցել Բասիլիոսի հորը, մտածում էր, թե ինչպես փարադի գնոջ վիշտը կամ ինչպես մասնակցի դոնին։ Ապա մոտեցավ գնոջն ու ասաց. «Լսիր ինձ, ով գին, եկ թողնենք անօգուտ դրտմությունը եւ ըստ մեր սովորության Սուրբ Նիկողայոս սկանչելակորձի դոնի օրը պատվենք նրան։ Եկ խոնարհությամբ գնանք Սուրբ Նիկողայոսի մոտ եւ հավատա, որ մեծ բարության կհանդիպենք։ Նա կարող է գտնել մեր որդիագին եւ այժմ ի՞նչն է խանգարում, որ անհաղորդ մնանք այս մեծ ու բայձար դոնին, որը ոչ միայն մարդիկ, այլև հրեշտակներ են դոնում։ Չէ որ եգրավորներիս հետ ուրախանում են նաև երկնային զորքերը։ Գինն ընդունեց ամուսնու խոսքերը եւ միասին կատարեցին Սուրբի իշադակի դոնը։ Մեծ պատրաստություն տեսան, Երեգոյան պաշտամունքից հետո վարեցին ճահերը եւ մեծ հյուրասիրություն արեցին։ Եվ մինչ հրավիրյալներն ուտում էին, քինի վերացրած հիշեցրին Բասիլիոսին եւ ասացին. «Ով Սուրբ Հայրաբեդ, Քոդոնի այս օրը հայտնի դարձրու քո ծառա Բասիլիոսին, որն այս օրը հապշտակվեց անօրենների կողմից»։ Այս խոսքից Ագրիգորոսի դան քավթում թղրտյուն եղավ։ Աբրանքի արտաքին սրահում շներն սկսեցին զարհուրած հաչել։ Բազմությունը խոջաբի մատնվեց եւ յուրաքանչյուր, որ քաղտակողի լրությամբ պատրաստվեց բրգության ճանապարհ գտնել։ Ամեն մարդ վախցավ ու փորձեցին փախչել։ Իսկ դղայի հայրը ելներով իր աբարանքի վերին հարգերը, իր բալադի վերի հարգերը, գամեցավ դիտել, թե ինչ է կատարվում։ Եվ մինչ ցած էր նայում, քավթի մեջ տեսավ իր որդուն, որը սկիստավորված եւ զարտարված էր իսմայելական շքեղությամբ, իսկ ցերկին բադվական անոթ ուներ։ Ցայն տվեց եւ ասաց. «Արդյոք ով է սա, որդյագիմ, Բասիլիոս, միթե դու ես։ Արդյոք ես տեսա քեզ, իմ անցկալի եւ ցանկալի զավակ»։ Իսկ նա ցայն արձակեց ու ասաց. «Ես եմ քո մինուջար որդին Բասիլիոսը, որին դու փնտրում ես։ Ահա ես եմ, որ մի ժամանակ բռնվեցի հակարացիների կողմից եւ քերի դարձա գրեդե գղզում»։ Հայրն ամբողջ ընտանիքի ու հրավիրվածների հետ մոտեցավ նրան, իր քիրկը արավ եւ ասաց. «Ասա ինձ, որդյակ, ով եւ ինչպես ազատեց քեզ նրանց ցերկից»։ Բասիլիոսն ասաց. «Ով իմ պատվական հայր, լսիր ինձ, եւ ես քեզ ճշմարտությամբ կպատմեմ ինձ հետ կատարված ամեն բան։ Քերողները, զիս քերի դարողները, ինձ հանձնեցին Իսմայելացի իշխանին, եւ մինչ սպասավորում էի նրան եւ մատուցում էի այս բաժակը, ես հափշտակվեցի մեծ զորությամբ, ասես թե թրջելով քամու թևերով։ Եգրից բարձրացա եւ բարձունքներում էի ու չգիտեի թե որտեղ եմ, մինչեւ որ ինձ կտա այս քավթում եւ լսեցի քո ցայնը եւ գանչեցիր ինձ անվամբ։ Իմ քերության ժամանակ Սուրբ Նիկողայոսը երևում էր ինձ, հալածում էր իմ դրտմությունը եւ քաչալերում ինձ։ Այս լսելով բոլորն ուրախացան, օրհնեցին եւ փառավորեցին Աստծուն Սուրբ Նիկողայոսի արաքահաս օգնության համար։ Այս սկանչելիքի լուրը դարածվեց ամբողջ քաղաքում, գղզիներում եւ նաեւ գրեդեում։
Սկանչելակորձ Հայրաբեդին մեծարեցին նաև այլ ազգերը, որովհետև տեսնում էին նրա հրաշագործությունները։ Դարձյալ գարտամ ուրիշ հրաշքը։ Սուրբի այս բազմաբատիկ հրաշագործություններից զատ արժան է լսել նաև այն նշանավոր հրաշքի մասին, որ անհավատների դարձի համար գդարվեց նրա սրբապատկերով։ Տեսեք սիրելիներ, հիմա սրբապատկերով Սուրբին պատկերը որ գծված էր, ինչ հրաշք կգադարե դարձյալ այդ սրբապատկերը Սուրբ Նիկողայոսի։ Սկանչելի հրաշք մնե, լսեցեք։ Եղավ որ վանդալների զորքը նավերով դուրս եկան Ափրիկայից, մտավ գալապրիմացիների երկիրն ու հրի մատնեց։ Փարփարոսներից մեկը մի դամ մեջ կդավ Սուրբի պատկերը եւ այն բահեց իր մոտ։ Եվ երբ կերված քրիստոնյաներից իմացավ, որ այդ պատկերում Սուրբ Նիկողայոս սկանչելակորձն է, այն իր ընկերներից ոչ ոքի ցույց չտվեց, այլ երբ վերադարձավ Ափրիկա, դարավ իր տուն։ Նա լումայափոխ էր եւ խանութ ուներ։ Պատկերը դարավ դրեց խանութի մի խորշում եւ իբրև գենթանի մեկի խոսեց նրա հետ ասելով. Ուրեմն այդ պատկերին հետ խոսեցավ այս մարդը եւ ասավ. Դես Նիկողայոս, բահբանիր իմ խանութը, ուրգան արձատ ոսկի եւ ամեն ինչ, որովհետեւ ես կորձերով այլ դեղ եմ գնում։ Ինքը լումայափոխ էր այս մարդը։ Եվ մարդը քնած։ Այդ գիշեր քողերը դարան այդ մարդու ամբողջ ունեցածը եւ մնաց միայն Սուրբի պատկերը։ Երբ հաջորդ օրը մարդը եկավ ու տեսավ, որ խանութն ամբողջապես գողոպտել են եւ թողել են միայն Սուրբի պատկերը, լաց եղավ թարն արտասուքներով եւ սրդի զայրույթից հարվածեց անշունչ պատկերին, ինչպես գենթանի մարդուն եւ ասաց. Ինչ արեցիր, Նիկողայոս, դուր ինձ իմ ունեցվածքը, որը չբայեցիր, ապա թե ոչ, ես կայրեմ քեզ։ Մինչ Պարպարոսը ողբում էր թարնաբես եւ գրվում Սուրբի հետ, հանգարց Նիկողայոսը սրբապատկերում եղած իր պատկերի դեսքով հասավ ավազակների հետևից, որոնք կողոնը բաժանում էին միմյանց միջև եւ ասաց նրանց. Ինչ եք անում, թշվարականներ, չգիտեք, որ ես այնտեղ էի, երբ կողանում էիք այդ ամենը, չէ՞ որ ես իմ աչքով տեսա ամեն բան։ Ապա մեկ առ մեկ տվարգեց ամբողջ եղածի քանակություն ու գշիրը եւ ասաց. Եթե ամբողջը չվերադարձնեք իր դեղը, ապա ես կմատնեմ ցեզ թադավորիմ, որովհետև ինձ էր հանձնված դրանց բահբանությունը։ Նրանք ահաբեկվեցին, որ ամեն բան հայտնի դարձավ եւ գարձեցին, թե մահ է սպասվում իրենց։ Այն ժամ Սուրբի հրամանով խոստացան զազուկ վերադարձնել ամբողջ կողոնը, որն էլ արեցին հաջորդ գիշերվա մեջ։ Արաբոդյան այդ մարդը եկավ իր խանութ եւ տեսնելով, որ ամեն բան գշրով ու քանակությամբ անսխալ գտնվում էր իր դեղում, ապշեց գդարված մեծ սկանչելիքից, ուրախությունից արտասուքներով համբուրեց սրբապատկերը եւ ասաց. Ով Սուրբ Նիկողայոս, Փարսիալ Աստուծո հավատարիմ եւ արդար, կթարատ եւ ողորմած ծառա, դու ցույց տվեցիր, թե որքան հրաշալի ես, մեծ եւ զորավոր ու մերձ Աստծուն, անմահ Թագավորին, որ անգամ ինձ հետանոսիս այսպես հրաշագործեցիր քո սուրբ պատկերով։ Ահա այսօրվանից ես եւս հավատում եմ Քրիստոս Աստծուն։ Եվ նա հավատաց Քրիստոսին, մգրտվեց իր ամբողջ ընտանիքով եւ Ափրիկեում Սուրբ Նիկողայոսի անունով եկեղեցի շինեց։ Այնտեղ էլ վախճանվեց իր գնոջ եւ որդիների հետ, փառավորելով Տիրոջն ու նրա սկանչելակորձ ծառային։ Նա իր գենտանության օրոք ու նաեւ մահից հետո բազում այլ սկանչելի գործեր արեց վտանգի մեջ եղողների, բանդարգվածների, քերվածների, խորդակվողների, զավակ ծնող կանանց եւ ամուլների համար, ինչպես նաեւ փարփարոսների հարուցած բادرազմների եւ բոլոր տեսակ վտանգների, նեղությունների, ունեցվածքի եւ գորոստի ժամանակ։ Ահա սիրելիներ, Սուրբ Նիկողայոս Հայրաբեդի սկանչելի հրաշագործություններեն փունջ մցեզի ներկայացուցի։ Սիրելիներ, անոր կատարած հրաշքները անթիվ են։ Անոր մարմինը այսօր գահանչի Իտալիո բարի քաղաքին մեջ։ Իր բարեխոսությունը խնդրենք, որպես արաքահաս մեծ սուրբ հասնի այսօր մեր ազգին այս ամբողջ նեղություններեն մեզ դուրս բերե Քրիստոսի զորությամբ բարեխոսելով Տիրոջ դիմաց եւ նաեւ սիրելներ մեր ջամփորդները, մեր հարազատները, որոնք երթան զանազան դեղեր, այն դեղերը սիրելներ Սուրբ Նիկողայոսի բարեխոսությամբ ամփորձանք հասնին։ Եվ այժմ գուզեմ սիրելներ Սուրբ Նիկողայոս սկանչելակորձ Հայրաբեդին ուղված աղոթքով փակել այսօրվան հոգևոր նախաճաշը։ Հանուն Հոր եւ Որդվո եւ Օգվոյին Սրբո ամեն։ Մեր Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոսի նվիրյալ ու սիրելի ծառա Սուրբ Նիկողայոս Հայրաբեդ,
որ եղար Սուրբ Հոգու յոթնարբյան շնորհների բնակության համար սրբակորձված տաճար։ Ինչպիսի քովեստների վայելուչ խոսքերով թշվար մեղավորս համարձակվեմ ջարել քո սրբագենցաղության, ողորմածության, աղքատասիրության, անսասան հավատի, այնքաչափար պաշտպանելու ու մյուս բոլոր առաքինությունների մասին։ Ուստի դգարանալով Աստծուց քովվածիդ խնգանվեր իշադակը երկելու հարցում եւ հաստատուն հավատքով հիշելով ավետարանական այն թրվակը, երբ մեր դերն ասաց թե Աստված մերելները Աստվածը չէ, այլ ողջերի, որովհետև բոլորը նրա համար գենթանի են, նաև թե սրբերն են թադում աշխարը, գորացած գլխով գանկներով սրբիտ առաջ, խնդրում եմ հրաշագործիցդ, քո Աստվածահաճո աղոթներով աղերսիր բարերարին իմ մեղքերի թողության համար, որովհետև թևերից մահացու գերբով վիրավորված թեքերում եմ վշտապեք, արյունակամ լինելով բղծության, բորանգության, փամփասանքի, զրբարտության, քննադատության, անիրավության եւ հոգիներն ու մարմինները գարեվեր խոշտանգող մնացած բոլոր մեղքերի անթիվ բազմությունից, որոնց որքանություն ու որբիսությունն ամբողջապես միայն բարձրալին է հայտնի։ Աղոթքը չորացած է շուրթերիս եւ չեմ համարձակվում աղերսել Տիրոջը, որովհետև անարգված լեզվով ու բղծաշուրթ բերանով ինչպիսի հանդգնությամբ թիմեմ ամենագալ Աստծուն, ով քննում է սրդերն ու երիգամները եւ ում ամենադես աչքից երբեք չի վիրիբում իմ խորհած նենք մտածումները, խոսակցության մեջ լեզվով աղդոտվելն ու ցերկերիս հանցավոր գործերը։ Սիրտս էլ է սարել իմ մեղքերի գակավումներից եւ աչքերս սամակել չորացած աղբյուրի նման, որից եւ չեմ կարողանում ոչ սրդարուչ հառաչանքներով, ոչ աղոթքի սուրբ խոսքերով, ոչ էլ մակրագործող արցունքներով հայցել բարեքութի ողորմածությունը հարադև դանչվելով սրդիս կարծրությունից։ Ողորմելի, մոլորյալ, խապված, բարդված, թշվար եւ փանսարգուի ոտքի գուխան դարձած գաղգանցում եմ քաղցած այն շների պես, որոնքի դարբերություն ինձ արժանաբես են գերագրվում իրենց Տիրոջ սեղանի փշրանքներից։ Իսկ ես անարժանս փապակում եմ գերագրվել մեր Տիրոջ սուրբ սեղանի գենաց հացով, բայց զարհուրում եմ հիշելով իմ կողմից արարված գամա եւ ագամա, գիտակցված եւ անգիտակցված անթվելի ճարիքները, որով անցս խայդարակվեց դկեղակույն ունայն մերգությամբ եւ ինքս ինձ խիստ ամոթահար դարձնելով գամովին հասա անտունթի հադագը, սпасելով դժողքի ամենագուլ երախն ընկնելուն։ Եվ արդ վշտահար ու դրտմած խնդրում եմ քեզ, ով դու ընտրյալ Սուրբդ Աստծո, որ ինքդ բարեխոսես դարակրյալիս համար, ներկայացնես իմ հոգու եւ մարմնի հիվանդություններն ամենակուտ Աստծուն, որովհետև հավատում եմ Սուրբ Գրքի այն վկայությանը, որ ասում է. «Ձեր մեղքերը միմյանց խոստովանեցեք եւ միմյանց համար աղոթք արեք, որբեսի բժշկվիք, քանզի արտարի աղոթքը շատ ազդեցիկ է եւ օգնում»։ Այս խոսքով քաջալերված հաստատուն հույսով եւ աներփայ հավատքով աղաչում եմ սկանչելակորձը սրբիտ, քո խնկապույր եւ ընդունելի աղոթներով մեր Տեր Հիսուս Քրիստոսից ըստացիր փութաբես ինձ օգնության հասնելու փապակելի շնորհը, քանզի անտիվ են թարեր ի վեր քո միջոցով գդարված հրաշքների, բժշկությունների, արակահաս օգնությունների զարմանալի եւ փառավոր վկայությունները։ Ինձ էլ նայիր հայրաբեդական խնամքից սիրով, ու մի թող որբեսի սատանան ուրախությունից բարբրնի զվարթացած իմ հոգևոր եւ մարմնավոր դարաբանքներից։ Սուրբ Նիկողոյոս, հրաշագործ, քեզ սուրբ երրորդությունից տրվեց իշխանություն ու զորություն չարին հալածելու համար, ինչպես որ գրված է թե ահա ցեզ իշխանություն տվի գողելու օծերի, գարիջների եւ թշնամու ամփոփ զորության վրա, եւ ցեզ բոլորովին չեն վնասելու։ Նաեւ ճշմարիտ եմ ասում ցեզ, ինչ որ գաբեք երկրի վրա գաբված պիտի լինի երկնքում, եւ ինչ որ արցակեք երկրի վրա, թող արցակված լինի երկնքում։ Ոստի, ըստ այս խոսքի թե հիվանդ է ցեզնից մեկը, թող գանչի եկեղեցու երեցներին եւ նրանք նրա վրա թող աղոթ կանեն, թող յուղովոձեն նրան Տիրոջ անունով եւ հավատով եղած աղոթքը կփրկի հիվանդին ու դերը նրան ոտքի կգանքնեցնի եւ եթե մեղ կործած լինի, այդ նրան պիտի ներվի։ Ես էլ աղերսելով հոգադար հայրաբեդիդ միջնորդությունն եմ խնդրում, որբեսի քու սուրբ աղոթներով եւ երանելի խնդրվածներով Աստծուց ինձ էլ շնորհվի մեղքերի թողություն, հոգևոր ու մարմնավոր ցավերի երկնահրաշ բժշկում, Սուրբ Հոգու զորության հրեղեն մակրագործման օձումով։ Թող քո բարեխոսությամբ կարողանամ առանց ամաչելու գանկնել մեր Տեր Հիսուս Քրիստոսի առաջ, ում իր կտարած հոր եւ ամենասուրբ Հոգու հետ փառք, բադիվ եւ երկրպագություն հավիտյանս հավիտենից ամեն։
Աստված ձեզ արադաբես թողորտնե, բարի եւ օրհնյալ շաբաթաբեր ձեր բոլորին։